Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մարտի 21-ն է, օրն ուրբաթ։ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն կեղծ տեղեկությունների տարածումը սահմանային կրակոցների վերաբերյալ, հերթական ապատեղեկատվությունը եղել է այսօր, թե իբր մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս տեղեկությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական ապատեղեկատվություններին և սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկատվություններին, թե 3 Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոտքի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը արդեն գրեթե 12-րդ հերթին է տարածում, որ հայկական կողմը չի կրակում։ Ինչու ապացույցներով չեք խոսում Ադրբեջանի հետ։ Օրինակ արբանյակներին նկարացնել, որ հայկական կողմը չի կրակում, որևէ գործողություն չի դիմում։ Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևանները։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանք։ Իսկ եք ուզում ապացույցներով դուք խոսեք, մեր պաշտպանության Ինչի մասին խոսենք, չեղած բանի մասին, չեղած բանի ինչ է ապացույցը։ Իսկ ընդհանուր առմամբ տեղաշարժ կա թե Ոչ, չկա։ ինչ է նշանակում։ Այսինքն պատերազմի վտանգ դուք չեք տեսնում։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման տեղեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Հարգելի գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Ասում եմ եւ անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ էլ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության նախարարության հետ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը չի կարող հստակ ժամկետներ նշել աճյունների տեղափոխման և գերիների վերադարձի վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Այս մասին Արմեն Աբազյանը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ և մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպումից։ Քննարկում է տեղի ունեցել պայմանավորված է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպումների արդյունքների և շարունակական աշխատանքի մասին։ Չեմ ուզում մանրամասնել կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում, ասել է ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Մոսկվայում հինգշաբթի քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Միխայիլ Գալուզինը։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Կարևորվել են բոլոր մակարդակներում, այդ թվում արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալները քննարկել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ զտումների ենթարկված ավետարանոց, ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը։ 2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերներից երևում է, որ նշված գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թվականի ընթացքում անհետացվել են։ Լուսանկարներից պարզ չէ վնասի չափը, ասված է հայտարարության մեջ։ Թուրքիայի հետ սահմանի Մարգարա անցակետը ժամանակավոր բացվել է և այսօր Հայաստանի կողմից Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային։ Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար։ Հիշեցնենք, կառավարությունը երեկվա նիստում ընդունել է որոշում մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի Մարգարա անցակետը բացելու մասին, այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը կստորագրվի մոտ ժամանակներս։ Ամերիկայի ղեկավարը նաև հիշատակել է Ռուսաստանի նախագահի և Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցները և հայտարարել է, թե մեզ մոտ ամեն բան լավ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում կկազմակերպի անուղղակի բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Հինգշաբթի մարտի 20-ին ABC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի բանագնաց Քիթ Քելոգը։ Էրիադում ռուս-ամերիկյան կայանալիք բանակցությունների մասին հայտարարել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն ԱԴՑ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան և սենատոր նախկին բարձրաստիճան դիվանագետ Գեորգի Կարասինը։ Նույն օրը, բայց առանձին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ իր հերթին հաստատել է, որ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայի առաջնորդները կհանդիպեն Փարիզում հաջորդ հինգշաբթի, քննարկելու Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում Կիևին խաղաղապահներ ուղարկելու և անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։ Այդ մասին Մակրոնը լրագրողներին հայտնել է Բրիտանիայում ավելի քան 20 երկրների ռազմական ղեկավարների հանդիպումից հետո։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերթական անգամ խաթարել է Ուկրաինայի վերաբերյալ Եվրամիության բոլոր 27 երկրների և կառավարությունների ղեկավարների համատեղ հռչակագրի ընդունումը, հայտնում է Դոյչե Վելեն։ Իր թվիթերում Օրբանը գրել է. «Վետո, բավական է, մենք հունգար ժողովրդին կհարցնենք Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության մասին։ Մինչ այս պահը մենք չենք կարող աջակցել որևէ ընդհանուր դիրքորոշման այս հարցում»։ Հռչակագիրը հրապարակել են Եվրամիության երկրների 26 պետությունների և կառավարությունների ղեկավարները։ Փաստաթուղթը պարունակում է հայտարարություններ ի պաշտպանություն Կիևի։ Հռչակագիրը ստորագրած երկրները կոչ են արել անհապաղ ակտիվացնել ջանքերը Ուկրաինայի հրատապ ռազմական և պաշտպանական կարիքները բավարարելու համար։ Նշվել է նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասի նախաձեռնությունը, որն այս տարի պահանջում է Ուկրաինային 5 միլիարդ եվրո հատկացնել հրետանային զինամթերքի համար։ Ստամբուլի քաղաքապետարանի մոտ արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ պահանջում են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետին։ Ըստ միջազգային լրատվական միջոցների, իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել երկրի գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վրա։ Նրան ձերբակալելուց հետո դատարանը որոշում է կայացրել առգրավել և պետական հսկողությանը հանձնել նրա շինարարական ընկերությունը Իմամօղլու Construction-ը։ Իսկ ավելի վաղ Իմամօղլուին զրկել էին համալսարանի դիպլոմից, ինչը խոչընդոտելու է նախագահական ընտրություններին մասնակցելու նրա հնարավորությունը։ Բացի այդ, նա մեղադրվում է կոռուպցիայի և Թուրքիայում արգելված քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի համար։ Իմամօղլուի ձերբակալությունը միջազգային բուռն արձագանք է առաջացրել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը իրավիճակը որակել է շատ վատ զարգացում Թուրքիայում ժողովրդավարության և Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունների համար։ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով սկսվել է ԱՄՆ կրթության նախարարության վերահսկման գործընթացը։ Սա նրա նախընտրական խոստումներից մեկն էր։ Հրամանի ստորագրումը տեղի ունեցավ Սպիտակ տանը, որին հրավիրված էին նահանգապետեր, պետական կրթության պաշտոնյաներ և դպրոցականներ։
Օվալաձև աշխատասենյակում կառուցվել է մի ամբողջ դպրոցի դասասենյակ Թրամփի համար առանձին գրասեղանով։ Չնայած կրթության վարչությունը ոչ ոքի չի վերապատրաստում, այն պահպանում է 80-ից ավելի աշխատակիցներով հասարակության հետ կապերի բաժին տարեկան ավելի քան $10 միլիոն արժողությամբ, ասվում է հրամանում։ Կրթության դեպարտամենտի փակումը երեխաներին եւ նրանց ընտանիքներին հնարավորություն կտա խուսափել ձախողված ու բյուրոկրատացված համակարգից, նշվում է հրամանի հիմնավորման մեջ։ Հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Անը ներկայ է գտնվել երկրի նորագույն զենիթահրթիռային համակարգի փորձարկմանը։ Ռոյթերսի հաղորդման որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ Փենյանը տեխնիկական օգնություն է ստանում Ռուսաստանից նման համակարգերը կատարելագործելու համար։ Փորձարկումը հաջող է անցել, հայտնել է հարավկորեական Յոնհեփ գործակալությունը։ Իսկ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հրապարակել են նաև լուսանկարներ, որոնցում երևում է, որ հրթիռը խոցել է թիրախը։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը այսօր ամբողջ օրը փակ կլինի էլեկտրաէներգիա մատակարարող մոտակա ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով։ Հրդեհի պատճառն անհայտ է։ Հիթրոուն Լոնդոնի ամենամեծ օդանավակայանն է։ Այն աշխարհի 5-րդ ամենաբանուկ օդանավակայանն է եւ խոշորագույններից մեկը Եվրոպայում։ Լոնդոնի հրշեջ բրիգադը հայտնել է, որ մոտ 70 հրշեջներ պայքարում են բռնկված հրդեհի դեմ։ Ալաղալաչյան, Օրիզոն։ Այսօր ժամը 5:03-ին 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս, օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում 4 բալ, Շիրակի մարզում 3-ից 4 եւ Արագածոտնի մարզում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Մուշ 2 թաղամասի շենքերի բնակիչներին 15 տարի անց էլ հանգիստ չեն տալիս քաղաքաշինական սխալների եւ շինարարի անորակ աշխատանքի հետևանքները։ Առանց նկուղների կառուցված շենքերի կոմունիկացիոն ցանցում գրանցվող վթարները եւ դրանց վերացման աշխատանքները մի մեծ պատմություն են բնակիչների գլխին ու բանը հասնում է նույնիսկ տան հատակը կամ շենքի տակը փորելուն։ Թաղամասի 18 շենքում հենց այդպիսի իրավիճակ է ստեղծվել։ Շենքի բնակիչները տարում էլ բողոքեին, որ ջուր չունին, ջրի չկա։ 18 շենքի միայն մեկ մուտքի 12 բնակարանում ջուր չեն ունեցել։ Մի քանի օր անջուր մնալուց հետո համատիրությունն է պարզել, որ ջրագիծն է վթարված ու սկսել են բնակիչներով ու համատիրության աշխատակիցներով վթարի տեղը որոնել։ 2-3 ամիս առաջ այնտեղ փանդեցին, փոլեցինք, ստուգեցինք, որ ճշում է քիչ է, բայց հետո արդեն ստեղ տեսանք, որ դիտահորի մեջը բացեցինք, որ կոյուղու գծից մաքուր խմելու ջուր կա։ Այսինքն ջուրը պայթել է շենքի տակը։ Հենց ուղակի եւ ուղիղ իմաստով շենքի տակով են անցնում խմելու ջրի եւ կոյուղատար ցանցերը, էլեկտրական մալոխները։ 2010 թվականին կառուցված տասնյակ շենքեր նկուղներ չունեն, իսկ անտեսանելի կոմունիկացիոն ցանցերը շենքերի տակով են անցնում։ Ուրեմն եւ հասկանալի է, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ ցանցերից մեկում վթար է գրանցվում։ Բնակարանի հատակը, շքամուտքերը փորելու դեպքեր այս շենքերում ինչքան ասես եղել են։ 15 տարի անց էլ բան չի փոխվել։ 2 օր է 18 շենքի տակն են փորում համատիրության եւ ջրմուղի բրիգադները։ Փորել էին այնքան, որ հասել էին մինչև հիմքերին։ Բարի բուն իմաստով շենքի տակ տրակտոր էր մտել։ Ամբողջ կավահող է լցած, սովորական հողել չէ, կավահող է, զիբիլը հետը, ու այդ կավահողը լրիվ ամբողջությամբ խոնավ, դա հնարավոր չէր ձեռքով անել։ Գնում է բայերին, խնդրել են տեխնիկայով տեխնիկա մտել է մուտքի միջից հանել է հողը։ Վերևից անձրև է, իսկ ներքևում թաց հողը բարդացրել էին վթարավերացման աշխատանքները, փորվածքի խորությունը պատկերացնելու համար ասենք, որ տրակտորը մինչև երկրորդ հարկ բարձրացող աստիճանների տակ է հասել։ Ջրմուղի աշխատողներին զարմացրել է շինարարի կատարած անորակ գործը։ Իկանք հասանք ստեղ, դրում ենք վերա շինարարը բիտոներ լծե, այդ բիտոնը սխն է, ջարտել էր դրում են, կանալիզացիայի ան ջրակոց։ Խողովակները հին չէին, ուղղակի փնտի գործ էին արել, մեծ քարերը վրան գծած սեղմել տրակտորել էր։ Շինարարական աղբել է ծրած մաքուր հողի տեղը։ Առանց նկուղ կառուցված շենքերի առաջին հարկերում ամառձմեր խոնավություն է։ Ապրողները գիտեն, որ դրա պատճառը շենքերի տակով անցնող ջրի կամ կոյուղու խողովակներն են, երբ գետնի տակ տեղի ունեցող վթարներն էլ ամիսներով թաքնված են մնում։ Կարին համատիրության նախագահը խորը եւ մեծ վթարներով է համոզվել, որ այդ խողովակները շահագործման օրվանից են վնասված եղել, եւ դրա պատճառը շինարարների անփութությունն է, երբ դրանք ծածկել են շինաղբով։
Այս հողն հետ լիցքը հադարակ ծևի կատարած քարը, մեծ քարը, հենց առաջ օրնե գնա լծած ժամանակ, հետ իսկի ժամանակ գոդրված է եղել։ Որ նոր փաստի առաջը կանցի ամբողջ այս մուշի 2010 թվականի հանձնած բնակիչ։ Ցեխի ու կաբահողի մեջ աշխատող վթարավերացման բրիգադները բարդ տեղանքում նոր ջրատար ու կոյուղատար խաղովակներ անցկացրին, որից հետո ջրի ճնշումը կարգավորվեց։ Հեշտում նույն բակի մյուս շենքն է, որտեղ եւս շենքի տակ ջրակցի վթար է եղել։ Ամեն օր պրոբլեմներ են։ Ամեն օր։ Քանի սարքին դեպանում արդեն ջարդել է, փչացել է։ Բոլոր շենքերում էլ թերությունները միանշանակ այն հետ որ շախտերի մեջ է խողովակ կոդրված, դա մասին չէ խոսքը։ Դրանք վերացնում ենք, դրանք շենքի մեջ աշխատանքի խնդիր չէ։ Հիմնական խնդիրը այս մուտքի նգուղի հողի հանելու աշխատանքն է։ 2010 թվականից նորակառույցները հանձնելուց հետո Մուշ 2 թաղամասում Կարին համատիրությունը 22 շենքերի մոտ 40%-ում մուտքերն է փորել։ Բնակարանների հատակ քանդել եւ փոխել են շահագործման օրվանից վթարված ջրագծերն ու կոյուղատարները։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գյումրիի շախմատի մարզադպրոցում կազմակերպվել է հուշամրցաշար նվիրված Գյումրիի 17-ակի եւ Հայաստանի վետերանների քառակի չեմպիոն Ալեքսան Մանուկյանի 80-ամյակին։ Մրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի 40 շախմատիստներ, նրանց թվում դպրոցի պատանի սաներն էին, ինչպես նաեւ երկարամյա վաստակ ունեցող գրոսմայստերներ եւ չեմպիոններ։ Մտքի խաղի հանդեպ սերն ու ձգտումը վճռեցին Ալեքսան Մանուկյանի մասնագիտական ուղին։ Պատանեկան տարիքում 4 անգամ անընդմեջ հաղթանակները Հայաստանի առաջնություններում, իսկ հետո հանրապետական ու միջազգային մրցաշարերում ճանաչում բերեցին շախմատիստին։ Ալեքսան Մանուկյանի նվիրվածությունն այս սպորտաձևին միայն անձնական հաջողություններով չսահմանափակվեց։ Նա դարձավ նաև սիրելի ու փորձառու ուսուցիչ, եւ հիմա սաներն են շարունակում նրա գործը նույն վարպետությամբ։ Շախմատի վարպետի 80-ամյակը ընտանիքը, հարազատները, սաներն ու ընկերները նշանավորում են հուշամրցաշարով։ Մեր ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում շախմատի տնօրինությանը նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Հուսով եմ շարունակական կլինի եւ սաները իր հաջողություններով ողջավորված, ել ավելի ուսումնասիրեն ու իրենք նաև կլացվեն մեծ հաջողություններով։ Պապիկս շատ լավ շախմատիստ էր եւ ես անձամբ հիշում եմ փոքր ժամանակ, երբ մեզ թորնիկներից սովորեցնում էր շախմատ խաղալ եւ ես շատ հպարտ եմ, որ նրա թորնուհին եմ։ Հարգարժան Մանուկյան Ալեքսանի համար կասեմ, որ ինքը բացի այն, որ 17-ագի Գյումրու չեմպիոն է, ինքը նաև ճանաչված ու սիրված է ամբողջ Հայաստանի շախմատային հանրության մեջ։ Ինքը մարդ տեսակով բարձր տեսակի մարդ, այն առումով, որ ինքը մշտապես մեր փոքրիկների կողքին եղել, մարզչական խորհուրդներով ու իրեն փորձառնությամբ։ Սովորելով ժամանակի նշանավոր շախմատային վարպետներից Ալեքսան Մանուկյանը տարիների ընթացքում դարձավ նրանցից մեկը, ում սաներն այսօր հանրապետական եւ միջազգային գրոսմայստերներ են։ Մտքի ու տրամաբանության խաղի գաղտնիքները սերտած դասերը բլից հուշամրցաշարում հիշում են երիտասարդ խաղացողները, նրա երբեմնի ընկերներն ու գործընկերները։ Հավաքականի կազմում խորհրդային միության ժողովուրդների սպարտակիադային ենք միասին մասնակցել ու բավական շատ լավ արդյունքներ են ունեցել։ Ալեքսան Մանուկյանը այն շախմատիստներից էր, որ սիրված էր Գյումրիի թե շախմատիստների, թե հասարակության կողմից եւ շատ ընդունված էր նաեւ մայրաքաղաքի շախմատային հասարակության կողմից եւ իրեն բոլոր տեղերը սիրում հարգում էին, ու ասեմ լուրջ մտավորական էր։ Մանուկյան Ալեքսանը եւ Հրանտ Ֆելջյանը եղել են Հայաստանի դպրոցականների ազգային հավաքականի կազմում եւ մասնակցել են ԽՍՀՄ անժամանակ ԽՍՀՄ համանյութենական մրցումներում շախմատը, հայկական շախմատը բարձր հիմքերի վրա դնելու համար։ Շախմատի վարպետը իր սաներին սովորեցնում էր, որ շախմատը ոչ միայն ինտելեկտուալ սպորտաձև է, այլև մտածողության մշակույթ, որը պահանջում է կենտրոնացում, համառություն եւ նպատակասլացություն։ Շախմատի հանդեպ հետաքրքրությունը վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է։ Միայն այս մարզադպրոցում այժմ սովորում է 360 սան։
Ավելանում է նաև նրանց թիվը, ովքեր ցանկանում են շախմատով զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակում։ Ոնց ասել է Տիգրան Պետրոսյանը, շախմատը իր մեջ պարունակում է արվեստ, արեստ, սպորտ, հենց որ եւ հոգեբանություն իհարկե։ Հենց որ այդ բոլոր կոմպոնենտների ճիշտ համադրության դեպքում է, որ շախմատիստը դա հասնում է մեծ հաջողություններ։ 7 պարտիայով ընթացող բլից հուշամրցաշարի մեծ ու փոքր մասնակիցների համար կազմակերպիչները նախապատրաստել էին խրախուսական նվերներ, գնահատելով նրանց մասնակցությունն ու նվիրվածությունը շախմատին։ Դրանց թվում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում շախմատային նվերգրքերը, որոնք Ալեքսան Մանուկյանի ընտանիքի կողմից հանձնվելու էին 3 լավագույններին, որպես արժեքավոր ուղեցույց ապագա հաղթանակների ճանապարհին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Այժմ լրահոսը ևս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Եթե ուզում եք ունենալ ձեր սեփական բնակարանը Գյումրիի կենտրոնին մոտ, դիմեք Solid House Գյումրի։ Բազմաֆունկցիոնալ գեղեցիկ շենքն արդեն ամբողջովին պատրաստ է եւ ունի ավարտական ակտ։ Ուշադրություն, գործում են հատուկ շահավետ պայմաններ զինծառայողների համար։ Բացի այդ, Գյումրիում դեռևս կիրառվում է եկամտահարկի վերադարձի օրենքը, ինչը գնումը դարձնում է կրկնակի